Բարի լույս, սիրելներ ավակ շաբաթը սկսված է, այսօր գիտեք հիշատակությունն է անպտուղ թզենու և այսօրվա ընթերցումներից մեկը Եսայի մարգարեության հատվածը մի նախադասություն կա այնտեղ, ասում է Տիրոջ փառքը պիտի հայտնվի և ամեն մի մարմնավոր պիտի փրկվի, քանզի Տերը խոսեց։ Ուրեմն սիրելիներս Տիրոջ խոսքով արտահայտվում է այն փառքը, որ մեր կյանքի մեջ պետք է լինի։ Տիրոջ խոսքով գալիս է մեր կյանքի մեջ փրկությունը։ Եվ դուք բոլորը շատ լավ գիտեք, որ այդ խոսքը Աստծո խոսքն է, Աստծո բանն է, որ մեզ երևաց եւ մեզ եկավ իդեմս մեր Տեր Հիսուս Քրիստոսի։ Այսօր սիրելիներս ամենայն ուշադրությամբ պետք է անդրադարձ կատարենք այն խոսքի վրա, որ Տերը մեզ տալիս է։ Այդ խոսքը ավետարանի խոսքն է, այդ խոսքը եկեղեցու խոսքն է, այդ խոսքը մեր եկեղեցվո հայրերի թողած ժառանգության խոսքն է, եւ վերջի վերջո այդ խոսքը այն աղոթքի ձայնն է, որ մեր ականջների մեջ պետք է լինի, մեր մտքերում պիտի լինի, մեր սրտերում պիտի լինի։ Ուրեմն շատ խորհրդավոր է այս նախադասությունը ինձ համար, եւ այսօր կուզեմ, որ յուրաքանչյուր մեկը այդ խոսքի շուրջ մտածեք։ Տիրոջ խոսքը որքան կարևոր է մեր կյանքի մեջ, որքանով ենք մենք կարողանում այդ խոսքին հետևել, որպեսզի ունենանք փրկություն։ Ահա ուրեմն այսօր հոգևոր նախաճաշին որպես փոխարինող թող որ այս ճանապարհի կարճ մեր պատգամը լինի ձեզ, ձեր ձեռքը վերցրեք Տիրոջ խոսքը, ընթերցեք եւ այսօր փորձեք այդ խոսքի մեջ լինել եւ մարսել այդ խոսքը եւ դարձնել ձեր սեփականը, որովհետեւ Տերը խոսեց եւ այդ խոսքից նաեւ եղավ մեզ փրկություն։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։